Բարի գալուստ մեր podcast։ Շատ ուրախ ենք, որ կրկին մեզ հետ եք։ Այսօր քննարկելու ենք մի թեմա, որը վերջին տասնամյակներում ազդեցություն է թողել աշխարհի բոլոր երկրների վրա։ Խոսքը նեոլիբերալիստական գլոբալիզմի մասին է։ Եվ այս հարցում մեզ կօգնի Շահումյան հասարակական կազմակերպության ներկայացուցիչը։ Բարի գալուստ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Թեման իրոք կարիք ունի հասկանալու մեր ժամանակների տնտեսական ու քաղաքական գործընթացները։ Եկեք թեման բաժանենք պարզ մասերի։ Նախ, ինչ է նեոլիբերալիզմը։ Նեոլիբերալիզմը տնտեսական եւ քաղաքական գաղափարախոսություն է, որը տարածվեց հատկապես 1970-80-ականներին Մարգարետ Թետչերի ու Ռոնալդ Ռեյգանի իշխանության օրոք։ Նրա հիմնական սկզբունքներն են. շուկայի ազատ գործունեություն առանց պետության միջամտության, պետական սեփականության մասնավորեցում, սոցիալական ծրագրերի կրճատում, մեծ կապիտալի հարկերի նվազեցում, պետական վերահսկողության սահմանափակում։ Նպատակը ներկայացվում էր որպես ազատ շուկա, որը իբր ինքնաբավ է ու կարող է կարգավորել ամեն ինչ։ Բայց իրականում դա բերեց ավելի մեծ անհավասարության, համախմբվածության անկման եւ կապիտալի կուտակման մի քանի խոշոր կորպորացիաների ձեռքում։ Լավ, իսկ գլոբալիզմը ինչի մասին է։ Գլոբալիզմը այն գաղափարն է, որ աշխարհը պետք է միավորվի տնտեսական, մշակութային ու քաղաքական առումով, նվազեցնելով ազգային սահմանների նշանակությունը։ Գործնականում դա նշանակում է միջազգային առևտրի լայն բացում, մուլտինացիոնալ ընկերությունների ուժեղացում, արտադրության տեղափոխում այն երկրներ, որտեղ աշխատուժը էժան է։ Եվ երբ այս երկու ուղղությունները միավորվեցին, Ստացվեց նեոլիբերալ գլոբալիզմը, համաշխարհային համակարգ, որտեղ միջազգային կապիտալը լիովին ազատ է, իսկ պետությունների տնտեսությունները հաճախ ենթարկվում են այդ կապիտալի շահերին։ Այս մոդելը հաստատվեց միջազգային մի շարք կառույցների միջոցով, օրինակ Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, ԱՀԿ։ Այս կառույցները սովորաբար պարտադրում են նեոլիբերալ բարեփոխումներ, հատկապես փոքր ու կախված երկրների վրա։ Այդպիսի երկրներից մեկն էլ, ցավոք, Հայաստանն է։ Շատ երկրներ արդեն զգացել են այս քաղաքականության հետևանքները, այնպես չէ՞։ Այո, հետևանքները միանշանակ են։ Ազգային տնտեսությունները դառնում են կախյալ արտասահմանյան կապիտալից, արտադրությունը տեղափոխվում է էժան աշխատուժ ունեցող երկրներ, սոցիալական ծրագրերը թուլանում են, առողջապահությունից մինչև աշխատողների իրավունքներ, տեղի մշակույթները աղավաղվում են գլոբալ սպառողական մշակույթի ճնշման տակ։ Շնորհակալ եմ այս պարզ եւ հիմնավորված բացատրության համար։ Թեման մեծ է եւ սա դեռ միայն առաջին մասն էր։ Այո, շարունակությունը ավելի հետաքրքիր է լինելու։ Սիրելի լսողներ, հետևեք Շահումյան կազմակերպության ալիքին, որպեսզի չկորցնեք մեր հաջորդ մասը եւ տեղեկանաք ծրագրի եւ աշխատանքների մասին։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Մնացեք կապինչ։